Փրկարարները արդեն իրենք էլ են մտածում, որ երեխայի գողացել են։ Նրանց խոսքով այսքան ժամանակում այս գետից արդեն երեխայի պետք է գտած լինեին։ Ինչ է կատարվում վերջին ժամանակներում գյուղում, որտեղ արդեն կլինի 20 օր մարդիկ կորցրել են իրենց հանգիստը։ Շատ կարևոր տեղեկատվություն 2-ամյա Տիգրանի վերաբերյալ, այս դեպքի վերաբերյալ ներքին գործերի նախարարությունը հայտարարեց, որ մի տարածեք չճշտված տեղեկատվություններ, եւ մենք սա ամենասկզբից ասել ենք, որ չի կարելի մարդկանց խառնել այս գործին, օրինակ մենք տեսանք, որ էքստրասենսներ են խոսել եւ մենք միշտ ասել ենք, որ նրանք ստախոսներ են, եթե կար ինչ-որ մեկը, որ մի բան գիտեր, որ մի բան գուշակել էր, նույնիսկ այս պահին բոլորը սպասում են մի լավ նորության, որ երեխան կգտնվի։ Գնայիք գյուղ, որտեղ որ դուք տեսել եք երեխային, գտնեիք։ Մենք սա ասել ենք, ոչ մեկ չգնաց։ Էքստրասենսները զանգում են հորը, ասում են գնա, այսինչ տեղը նայի, այդ մարդ իր մտքերը, իր զգացմունքները եւ այլն այս պահին շատ վատ վիճակում գնում է ու տեսնում է, որ խաբվեց։ Էլի խաբվեց, տասնյակ խաբեություններ եւ մենք ասեցինք, որ սրանց մի հավատացեք, մի քանի անգամ ասել ենք։ Հետո ամենազավեշտալին, որի մասին ուզում եմ խոսել, գյուղացներից մեկին էին մեղադրում, հարևանուհուն էին մեղադրում, ասելով, որ նա կասկածելի պատասխաններ է տվել լրագրողներին։ Ոստիկանության տարբեր բաժանմունքներ գնացել են հարյուրավոր մարդիկ, հարցաքննվել են գրեթե բոլորը, այդ թվում նաև հարևանները։ Հարևանին նկարներով տարածել, ասել, որ նրա հետ կարելի է կապել, դա խելագարություն է, մարդկանց անմեղ տեղը մեղադրելը։ Հարևանների մասին եթե կա այն տեղեկատվություններ, առաջինը կտար հենց Տիգրանի երեխայի ծնողը կամ պապիկը, շատ լավ ճանաչելով հարևանի, սենց համացանցում նստած տեսել են, որ հարևանը կաշկանդված կամ լարված պատասխան է տվել եւ մտածում են, որ ինքն է առևանգել, հետո ասում են, թե ցիգաններ եկան տարան, հետո ասում են չբերներ եկան տարան, հետո արծիվների վրա են գցում, որ արծիվներ եկան տարան ու չեն պատկերացնում, որ արծիվը չի կարող 12 կիլոգրամ, 15 կիլոգրամ քաշ վերև բարձրացնել, նույնիսկ չի կարող գետնից պոկել, ելուր մնաց վերև բարձրացնել, ուզում է լինի աշխարհի ամենամեծ արծիվը։ Սրանք ելի եմ ասում, ներքին գործերի նախարարությունը հաղորդեց, որ չի կարելի մարդկանց նյարդերի հետ խաղալ այս առավել քան լարված նյարդային պրոցեսներում, հարևանների վրա բարդել, համացանցով մեղադրել մարդկանց։ Ներքին գործերի նախարարությունը ասում է, երեխան մեծ հաշվով այո ընկել է գետը։ Երեխան չէր կարող անհետանալ ուրիշ տեղ։ Եվ այսօր ավելի շատ հեշտ է այս տեխնիկայի, տեսախցիկների եւ նոր տեխնոլոգիայի դարում գտնել առևանգված երեխային, քան գետը ընկած երեխային, բայց իրանք երկու ուղղությամբ աշխատանքներ տարել են, երեխան չի հայտնաբերվել ոչ գետում, ոչ էլ առավել եւս առևանգված։ Դրա համար պետք է ուղղակի նման տեղեկատվություններ չտարածել, վարկածները ինչքան որ շատ են, այնքան էլ ուղղակի անհնարին են դառնում, երեխան մարդկանց աչքից, այսինքն նախ ծնողների, հետո հարևանների, նրանց աչքից ընդամենը 10-15 րոպե է բացակայել։ Դա շատ կարճ ժամանակ է, որ ինչ-որ մեկը գար, նկատեր, մի հատ իր շուրջը պտտվեր, տեսներ հաստատ մարդ չի տեսնում ու երեխային վերցներ գնար, ոչ մեկ չնկատեր այդ մարդուն հետնել գյուղում։ Գյուղում ամեն մի ճանճի տզոցը գյուղի բոլոր բնակիչները նկատում են։ Մանավանդ ավելի փոքր գյուղերում։ Անծանոթ մեքենաներ, անծանոթ դեմքեր, սա գյուղը նկատում է, ովքեր չեն եղել գյուղում, թող իմանան, որ ինչ որ մեկը երբ որ մտնում է գյուղ, ամբողջ գյուղի ուշադրությունը այդ ինչ որ մեկն է։ Ոնց կարան գյուղ մտնեն մարդիկ, երեխա առևանգեն ու մեկը չհիշի, որ գյուղ կասկածելի մարդիկ են մտել, նույնիսկ եթե չեն հիշել, ոստիկանությունը բացել է տեսախցիկների ձայնագրությունները եւ ամբողջ մեքենաները, որ այդ օրը մոտավոր այդ ժամերին դրանից հետո անցել են, այդ մեքենաները պարեկները կանգնեցրել են, հարցաքննություններ, խուզարկություններ եւ ոչ մի արդյունք։ Եվ այսպես ուշադրություն քիչ առաջ տարածվեց տեղեկատվություն, որ կասկածելի նշաններ են գտնվել գետում եւ այժմ ջրասուզակը սուզվում է այն ստուգելու եւ մեկ տեղում չի եղել, մի քանի տեղ է եղել կասկածելի ինչ-որ նշաններ
եւ ջրասուզակը սուզվել է ջրի տակ, բայց ինչպես տեսնում ենք կրկին արդյունքներ չկան, որևէ իր երեխայի հագուստները երեխան չի գտնվում գետում։ Սա իհարկե շատ ծանր երևույթ է, երբ որ ամբողջ համակարգը, մարզային համակարգը Կոտայքի մարզի, Գեղարքունիքի մարզի, նաև Երևանից ներգրավված են այս գործում, որ ինչ որ իրենք են կանխատեսել, այն որ երեխան ընկել է գետը, չի ապացուցվում, չի բացահայտվում, նշաններ չկան եւ նաեւ իհարկե երեխային գողանալու վերաբերյալ չկան տեղեկատվություններ բացի էքստրասենսների անհիմն հայտարարություններից, որը որևէ տեղ չի տանում։ Ասում է գետից 1 կիլոմետր հեռավորության վրա է գտնվում երեխան եւ ես զգում եմ նրա սիրտը։ Մյուսը ասում էր գողացել են գնչուները, այն մյուսը ասում էր երեխային հանում են Հայաստանի Հանրապետությունից դուրս։ Մեկը կար արդեն ասում էր երեխան հասել է Լոս Անջելես։ Երեխային կարողացան շուտ Միացյալ Նահանգների վիզա ապահովել եւ տանել Լոս Անջելես։ Այսինքն sense հիվանդագին բաներով հանրությունը զբաղված է, փրկարար ծառայությունը գնում է, գետը ամեն օր ստուգվում է եւ որևէ արդյունք չկա, ինչը որ ուղղակի այս աշխատանքային ծավալի մեջ, որ այսքան մարդ է ներգրավված եւ գետը իհարկե շատ աղտոտված է, գետը շատ որևէ տեղ կա խորն է եւ այդ խանգարում է եւ բնականաբար գետի հոսքը բավականին վարար է։ Խանգարող հանգամանքների մասին որ խոսենք դրանք շատ են, բայց ինչքան խանգարող հանգամանքներ կան, այնքան էլ կրկնակի ուժ կա գետը ստուգելու, լիարժեք ստուգելու համար։ Այս աստիճանի այս ծավալի աշխատանքներ են տարվում ու երեխան չի գտնվել գետում, սա չենք կարող մենք հավատալ, որ դեռևս արդյունք չկա։ Վաղը կլինի 2 շաբաթ, որ կորել է երեխա գետում, ինչպես իրանք են ասում, որ գետում է կորել, լավ, եթե գետում է կորել 2 շաբաթը բավարար ժամանակ չէ երեխային գտնել գետից, կամ եթե երեխային չեք գտնում, ինչ-որ մի բան գտեք, կոշիկ գտեք գետից, իհարկե դրանք այդքան էլ հեշտ չի, բայց այս աստիճանի, այս քանակությամբ մարդիկ, որ հավաքվել են, փնտրում են եւ այլն, հնարավորությունը ավելի մեծացնում է, շանսերը շատացնում է, բայց չի ստացվում եւ չգիտենք ինչի չի ստացվում։ Որն է իրականությունը, որտեղ է գտնվում երեխան, արդյոք նա ընկել է գետը թե ոչ մեկ չգիտի սրա մասին։ Մենք ամեն օր ավելի ենք հավաստիանում, որ երեխային գետից դուրս չեն բերելու, ամեն օր որ նայում ես սկսվել է փրկարարա որոնողական աշխատանքներ գետում, հասկանում ես, որ մինչև օրվա վերջ